Ուղիղ 20 տարի է նա ղեկավարում է ՆԱՏՕ-ի համար երկրորդ ամենամեծ եւ ամենահզոր բանակ ունեցող երկիրը։ Նա կառավարում է աշխարհի ամենախոշոր մուսուլմանական երկրներից մեկը, որտեղ ապրում է շուրջ 83 միլիոն մարդ։ Իրեն համարում են նոր սուլթան եւ Թուրքիայում միակ մարդը, ով կարող է որոշում կայացնել։ Այսօր խոսելու ենք 71-ամյա Թուրքիայի դիկտատոր Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, որը համարում է թուրքերի հայրը, նրանց պետության ամենակարևոր մարդկանցից մեկը, նույնիսկ կառավարել է ավելի քիչ, քան Էրդողանը, ով ղեկին էր շուրջ 21 կամ 22 տարի արդեն, բայց ինչպես նրան հաջողվեց դառնալ քաղաքական գործիչ, չէ՞ որ նա այլ ուղի էր ընտրել, կամ ինչպես նրա հոր սերը կարող էր փրկել աշխարհը եւ շատ մարդկանց կյանքեր։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 26-ին Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քասփաշա թաղամասում, Սև ծովի ափին, Առափնյա պահպանության աշխատողի ընտանիքում։ Նրանց ընտանիքը հարուստ չէր եւ իրենք էլ ապրում էին շատ վատ թաղամասում։ Էրդողանի միակ զբաղմունքը դա մզկիթ այցելելն էր եւ ֆուտբոլ խաղալը։ Նա ցանկանում էր ֆուտբոլից դառնալ, նույնիսկ հնարավորություն է ունեցել մի քանի անգամ խաղալ իրենց տեղի ակումբներում, սակայն հոր որոշմամբ նա թողնում է ֆուտբոլը եւ սկսում է հաճախել կրոնական դպրոց, որտեղ նա դաստիարակվում է իսլամի բոլոր օրենքներով։ Ասում են, որ նրա հայրը շատ հաճախ է ծեծել Էրդողանին, որի արդյունքում էլ նա ունեցել է դաժան մանկություն։ Իսկ այդ ընթացքում ոչ միայն Էրդողանն ուներ դաժան մանկություն, այլ ամբողջ Թուրքիան։ Երկիրը գտնվում էր քաոսային վիճակում, երկրի ղեկավարություն կար, բայց չկար։ Բանակն էր կառավարում երկիրը, որոշում ով ինչ անի, ով երբ մահանա, ով երբ ծնվի։ Զինվորականները պահպանողական քաղաքականության հետևորդներն էին, եւ նրանք չէին ցանկանում, որ երկիրը գնար դեպի եվրոպական կողմ, նրանք միտված էին երկիրը պահելու այդ քաոսի մեջ, ուղղակի իրենց ճաշը լինի հերիքը, իսկ ժողովուրդը ինչպես կապրի, թող այդպես էլ շարունակի ապրել։ Էրդողանը ուսումը ստանալուց հետո միացավ Ազգային փրկություն կուսակցությանը, դառնալով նրանց անդամ 1994 թվականին մասնակցելով Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում նա հաղթեց, դառնալով Ստամբուլի քաղաքապետ։ Եթե պատկերացնեք, Ստամբուլի փողոցները այս ժամանակ շատ էին թե առնետներով, թե աղբով, մարդիկ խմելու ջուր չունեին, ոռոգման համակարգեր չէին գործում, նույնիսկ չկար նորմալ սանհանգույցային այդ կազմվածքը, իսկ Էրդողանի գալով այդ ամեն ինչը փոխվեց։ Իհարկե մի փոքր կոռուպցիոն հատվածներ եղան, բայց այնքան չնչին էին կոռուպցիոն մասերը, որ մարդիկ չէին հասկանում, թե ինչպես կարող է նման փրկիչ իջնել վերևից, իսկ այն փաստը, որ Էրդողանը հաճախ էր ցիտում իսլամական կամ Ղուրանից ինչ-որ արտահայտություններ, հա, կրոնական արտահայտություններ, դա նրան ավելի մոտ էր դարձնում թե ժողովրդին, թե կրոնին, դարձնելով նրան միակը, ով քաղաքականության մեջ, լինելով քաղաքական գործիչ, ունի նաև հավատք։ Ինչու եմ սա շեշտում, քանի որ բանակը այդ ժամանակ դեռ շարունակում էր ղեկավարել երկիրը եւ քաոսի մեջ բանակը չէր ընդունում որևէ իսլամական պրոպագանդա, որևէ կրոնական պրոպագանդա։ Նույնիսկ դեպք եղավ, երբ որ Էրդողանը բանաստեղծություն արտասանեց, հա, Ղուրանից կարծեմ ինչ-որ հատված ասեց, որի պատճառով նրան 10 ամիս ձերբակալեցին։ Սակայն նրան 10 ամիս ձերբակալելու հենց առաջին օրվանից մինչև 4-րդ ամիսը, քանի որ նրան 4 ամիս անց բաց են թողել, երկիրը ամբողջությամբ ոտքի էր կանգնել, թե Ստամբուլում, թե Ստամբուլից դուրս մի քանի շրջաններում մարդիկ անդադար ցույցեր էին անում, որքան է բանակը փորձեց դա ճնշել, նրանց դա չհաջողվեց, Էրդողանը ազատվեց 4 ամիս, վայելում էր արդեն ժողովրդի մեջ սերը, համբավը, սակայն չէր կարող մասնակցել հերթական ընտրություններին, քանի որ նրան զրկել էին բոլոր պետական եւ քաղաքական իրավունքներից։ Էրդողանը որոշում է իր իսկ կուսակցությունը հիմնել եւ այդպես մասնակցել հերթական ընտրություններին։ Արդարացում եւ զարգացում կուսակցությամբ նա կարողանում է 2002 թվականին բավարար ձայներ հավաքել ընտրություններին մասնակցելու համար եւ դառնալու վարչապետ։ Սակայն օրենքը թույլ չէր տալիս, որ դատվածություն ունեցող անձը կառավարի նման պաշտոն, որի պատճառով սահմանադրությունում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան եւ 2003 թվականից սկսած Էրդողանը հանդիսացավ Թուրքիայի վարչապետ։ Իմիջիայլոց Թուրքիայի վարչապետը այդ ժամանակ ուներ նույն իրավունքները, ինչ մեզ մոտ է, ինչ ներկա պահին մեր վարչապետը, քանի որ վարչապետը ավելի շատ էր այնտեղ որոշում կայացնում, իսկ նախագահը ֆիկտիվ նշանակված էր։ Բայց մեկ է, թե վարչապետին եւ թե նախագահին կառավարում էր բանակը։ Նրա վարչապետ լինելու տարիներին Թուրքիան շատ մեծ խնդիրների առաջ էր կանգնած թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ասպեկտներում։
Էրդողանը ցանկանում է միանալ Եվրոմիությանը, որին բանակը դեմ է, ժողովուրդը կողմ է։ Այս ամենի ֆոնին Էրդողանին հաջողվում է թեթևակի կազմակերպել հեղաշրջում, որի արդյունքում նա կարողանում է բանակի մի քանի անձանցից ազատվել, իսկ մի քանիսից ոչ։ Կարողանալով բանակից ազատվել որոշակի չափով, նա դիմում է Եվրամիությանը, ստանում մեծ ֆինանսավորում եւ սկսում երկիրը արդեն կառավարել դեպի Եվրոպա խորագրով, դեպի Եվրամիություն։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ Էրդողանն ամենալավն է, քանի որ հենց այս տարիներից սկսած նա սկսում է թե մարդկանց խոշտանգումներն անել, թե մամուլի ազատությունը սահմանափակել, մի քանի հեռուստաալիքներ առհասարակ փակվում են, թերթերը միայն տպագրում են լավ բաներ Էրդողանի մասին, իսկ այն ընկերությունները, որոնք ցանկանում են որևէ վատ կերպով արտահայտվել թե պետության եւ թե Էրդողանի մասին այս դեպքում, ապա նրանք կամ արտաքսվում են, կամ ձերբակալվում։ 14 թվականին տեղի են ունենում մեծ ցույցեր, բանակը դուրս է հանում իր բոլոր զենքերը, ցանկանում պայքարել Էրդողանի դեմ, որի արդյունքում ձերբակալում են 300-ից ավել մարդ, նրանցից շատերը իրոք մեղավոր էին, ոմանք ուղղակի ուսուցիչներ էին, դասախոսներ կամ գիտության ասպարեզի ներկայացուցիչներ։ Այս տարիներին նաև տեղի ունենում Գեզիի ցույցերը։ Դա մեծ եւ պատմական նշանակություն ունեցող այգի է Ստամբուլի հենց կենտրոնում, Ստամբուլի սրտում, որը Էրդողանը ցանկանում է քանդել եւ դրա փոխարեն կառուցել առևտրի կենտրոն, որևէ մոլ։ Ժողովուրդը չի ցանկանում զրկվել այգուց հենց քաղաքի կենտրոնում եւ դրա պատճառով այնտեղ խաղաղ ցույցեր են իրականացվում։ Մարդիկ ուղղակի հավաքվում են, բողոքի ակցիա անում շատ քաղաքակիրթ, նորմալ, ակուրատնի ձևերով։ Դա ձեր որոշումն է, իսկ մենք արդեն որոշում կայացրել ենք։ Ցույցերի արդյունքում ոստիկանները բռնի ուժով տեղահանում են բոլոր ցուցարարներին, ջրցան մեքենաներ են օգտագործում են արդյունքաբեր գազեր, հազարավոր մարդիկ ձերբակալվում են, նույնիսկ սպանվում։ Վրանները վառում են, հաշվի չառնելով, որ ներսում կան մարդիկ։ Նախագահական երկրորդ ընտրություններից առաջ Էրդողանը որոշում է քրդական համայնքի հետ, որոնք Թուրքիայում մեծամասնություն են կազմում եւ նույնիսկ վտանգ, քանի որ թուրքերը եւ քրդերը շատ հաճախ բախումներ են ունենում իրար հետ, Էրդողանը որոշում է քրդերի ներկայացուցիչներին, քուրդ ժողովրդի ներկայացուցիչներին առաջարկել բարեփոխումներ, որի միտումը հետեւյալն էր. եթե ես հիմա քրդերին օգնեմ, ապա նրանք ինձ կընտրեն։ Սակայն Էրդողանը մի բան հաշվի չէր առել, որ նախորդ անգամների նման, երբ որ ամեն քրդական համայնք իր առաջնորդին էր առաջարկում որպես նախագահի թեկնածություն կամ պարլամենտի թեկնածու, այս անգամ բոլորը միավորվել են եւ մեկ ընդհանուր թեկնածու էին առաջարկել, որին քրդական համայնքը շատ էր սիրում եւ պաշտում։ Էրդողանը իր խոսքի տերն է լինում, բարեփոխումներ է կատարում։ Դպրոցներում սկսում են թույլատրել քրդերեն ուսուցումը, քրդերին թողնում են լիքը աշխատանքներում աշխատել, որոնք մինչև այդ նրանց համար փակ էին դռները, նաև թողում է, որ ազատ իրենց հավատքով ապրեն։ Ընտրությունների ավարտին հասկացվում է, որ քրդական համայնքի ներկայացուցիչները հաղթել են եւ Էրդողանը պատմության մեջ առաջին անգամ պարտվում է։ Նրա կուսակցությունը պարտվում է, սակայն քիչ ձայներով անցնում է պարլամենտ, նա կարողանում է պահել նախագահական իր աթոռը, սակայն վախենալով, որ քրդերը կարող են հեղաշրջում անել, ապստամբել, նա որոշում է հետեւյալ սցենարը իրագործել։ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին գտնվող մի փոքրիկ տնակում նա սպանում է երկու թուրք զինվորականների, որի մեջ մեղադրում է քրդերին, նրանց ահաբեկիչ ասելով։ Այս մեղադրանքից ելնելով Էրդողանը սկսում է մի շարք ձերբակալություններ, չեղարկում է իր բոլոր ընդունած բարեփոխումները եւ քրդերի հետ նորից լարվում են հարաբերությունները։ Նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2028 թվականին, բայց մինչև 2028 թվականը Էրդողանը վախենում է իր կյանքի համար, որի պատճառով նա ձերբակալել է Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նա լինելով բանտարկված դեռ հանդիսանում է Ստամբուլի քաղաքապետ, ոչ մեկ նրան պաշտոնից դեռևս չի զրկել, սակայն ժողովուրդը հակված է այն կարծիքին, որ շուտով նաև նրան կզրկեն պաշտոնից, որպեսզի կարողանան դատել։ Հիմա նա գտնվում է բանտում, նրա աջակիցները փողոցում ամեն օր 24/7 կատարում են ցույցեր եւ փորձում են ամեն կերպ նրա ազատությունը պահանջել, քանի որ վստահ են, որ դիկտատորի ժամերը հաշված են եւ հենց Էքրեմ Իմամօղլուն է, որ պետք է դառնա նրանց նոր նախագահը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազատությունը Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի վրա շատ մեծ է։ Դա կքննարկվի թե հիմա եւ թե նրանից հետո, բայց փաստը մնում է այն, նա ներկա պահին շարունակում է մնալ ամենատարեց եւ ամենահզոր երկիրը կառավարող
դիկտատորներից մեկը։